Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախաբանությամբ։ Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է։ Ներքին գործերի նախարարություն դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը։ Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև ոստիկանության գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում, ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Ոստիկանության գվարդիայի գրանցած հաջողությունների մասին է առաջարկվող տեսանյութը։ Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում, ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում եւ ակտիվ համագործակցության մեջ ենք ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հարկ եղած դեպքում արագ արձագանքում ենք եւ անհրաժեշտության դեպքում մոտենում ենք նշված վայրը։ Նոր մոտեցման հիմքում թիրախային եւ համապարփակ վերլուծություններն են։ Նպատակը կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։ Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ եղանակային պայմանները, դասապրոցեսների վերսկսելը բուհերում, դասամիջոցների ժամերը, դրանց համադրում է կատարվել, որի արդյունքում ոստիկանության գվարդիայում իրականացվել է ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ եւ նաեւ վերակարգերի քանակի ավելացում բուհերում եւ բուհերին հարակից զբոսայգիներում։ Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ եւ դուրս գալիս երթուղիներ։ Գվարդիայի ծառայողները մոտենում են ուսումնական հաստատության ղեկավար կազմին, հեռախոսահամարներով փոխանակվում են եւ անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատության ղեկավար կազմը անմիջապես կապ է հաստատում մեր ծառայողների հետ։ Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։ Համագործակցությունը գնահատում եմ լավ, որտեղ անմիջական կապի մեջ ենք։ Հնարավորության հեռախոսահամարներով փոխանակվում ենք, նույնը կատարվում է ժամը 4-ին, երկրորդ հերթափոխով։ Թե հետիոտն, թե ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից նոյեմբերի 1-ից մինչ օրս ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք եւ արձանագրել 30 իրավախախտում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը եւ կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նաեւ նոր վերաբաշխումներ, այսինքն մոտեցումը միատեսակ չէ, մոտեցումը մեծ ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի վրա։ Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը, կանխարգելելու եւ արձագանքելու ցանկացած միջադեպի, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։
Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է եւ ի վերջո նրա գիտակցված ու պատասխանատու վարքագծից է կախված, թե որքանով կիրառելի կդառնան պատասխանատվության միջոցները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նպատակը ոչ թե վարչական միջոցների կիրառումն է, այլ երթևեկության անվտանգության ուղղված վարքագծի փոփոխության խթանումն ու քաղաքի ազատ ու անխափան շարժի ապահովումը։ Խցանումների նվազեցումը վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ։ Ներքին գործերի նախարարությունը դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում ի թիվս այլ գործոնների դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։ Առաջին հերթին պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված ինտենսիվ երթևեկությունից, որպես խցանում անհրաժեշտ է դիտարկել այն դեպքերը, երբ ճանապարհների հատվող մասը, օրինակ խաչմերուկը, ամբողջությամբ փակվում է եւ որևէ կողմից այլևս հնարավոր չի լինում իրականացնել երթևեկություն։ Իսկ այն դեպքերում, երբ երթևեկությունը չի ընդհատվում, այլ պարզապես դանդաղում է պայմանավորված տվյալ ժամի կամ այլ հանգամանքներով հոսքերի մեծացմամբ, իրավիճակը պետք է գնահատել որպես ինտենսիվ երթևեկություն։ Պետք է տարանջատել երկու մասի խցանումները։ Առաջին հերթին խցանումները, որոնք առաջանում են որոշակի իրավիճակներով պայմանավորված, օրինակ ճանապարհատրանսպորտային պատահարներ կամ ճանապարհային շինարարական աշխատանքներ, եւ երկրորդ այն իրավիճակները, երբ խցանումներն առաջանում են վարորդների գործողությունների հետևանքով։ Բարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով վարորդները հաճախ չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները, երբեմն նույնիսկ կանաչ ազդանշանի դեպքում մուտք են գործում ծանրաբեռնված խաչմերուկ, ինչի հետևանքով չեն հասցնում ժամանակին ազատել ճանապարհը եւ առաջացնում են խցանում։ Հոսքերի դանդաղեցմանը նպաստում են նաեւ վերադասավորումները, երբ վարորդները մեկ գոտուց մյուսին անցնելիս ստիպված շղթայական արգելակում են, ինչն էլ հանգեցնում է երթևեկության հապաղման եւ խցանումների։ Առաջին հերթին մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդարտ իրավիճակներով պայմանավորված խցանումները կամ հապաղումները կանխարգելելու ուղղությամբ։ Ուսումնասիրվում են ճանապարհատրանսպորտային պատահարների տեղի ունենալու հանգամանքները, մասնավորապես նույն տեղում, նույն պատճառով առաջացող պատահարներն են դուրս բերվում եւ այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ թույլ չտալու համար հենց տվյալ վայրում կամ նույն պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջանալը։ Արման Չիլինգարյանն ընդգծում է, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում տեղադրվել են կանգնակներ։ Միաժամանակ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որպեսզի ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարվեն հիմնականում գիշերային ժամերին կամ այն օրերին, երբ երթևեկությունը ծանրաբեռնված չէ։ Մեր կողմից ուսումնասիրվում է լուսացուցի խախտումը, որն առաջացնում է խցանումներ, լուսացուցի թույլատրող ազդանշանով խաչմերուկ մուտք գործող վարորդների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հնարավորության հարցը։ Ուսումնասիրում ենք նաև այն հնարավորությունը, որ ինտենսիվ երթևեկության պայմաններում աճ ու ձախ անհարկի վերադասավորումներ իրականացնող վարորդների մասով պատասխանատվություն կիրառելու հնարավորության եւ նաև այդ ազատ գոտին չարաշահող եւ հարևան գոտիները վերադասավորվելու ժամանակ այլ տրանսպորտային միջոցներին հարկադրելու հետ կապված պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության հարցը։ Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է եւ ի վերջո նրա գիտակցված ու պատասխանատու վարքագծից է կախված, թե որքանով կիրառելի կդառնան պատասխանատվության միջոցները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նպատակը ոչ թե վարչական միջոցների կիրառումն է, այլ երթևեկության անվտանգությանն ուղղված վարքագծի փոփոխության խթանումն ու քաղաքի ազատ ու անխափան շարժի ապահովումը։ Այս համագործակցությունը պատկերացրեք ելեք։ Ժողովուրդ, շտապ տարածեք, հենց նոր տեղեկացին է, ժամանակ չկա, շտապ տարածեք, մնացել է մենակ ես, նայեք, չեք հավատում ինձ, բոլորը գնացել են, մնացել է մենակ ես, շտապ, ժողովուրդ, էլ ժամանակ չկա, ստեղ մենակ ես եմ մնացել, չեք հավատում ինձ, մենակ ես, շտապ, էլ ժամանակ չկա, ես եմ մնացել, չեք հավատում ինձ, բոլորը գնացել են, էլ ժամանակ չկա, նայեք ես չեք Անտիր, ես շատ ուրախ եմ։ Խնդրում եմ մի վարքյան նայեք։ Այս համագործակցությունը պատկերացրեք ելեք։ Ժողովուրդ, շտապ տարածեք։ Հենց նոր տեղեկացին է, ժամանակ չկա, շտապ։ Հասկանամ, էլ ես տեսեն թե ճիշտ է, թե էլի անիմաստ տարածել են։ Ֆեյք է։ Ստուգիր միշտ տարածել է։ Կտրիր ապա տեղեկատվության թելը։
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել։ Կազմակերպված խմբավորումը Պարոնյան փողոցում գործող կիսանկուղային գրասենյակում օգտագործելով հատուկ ծրագրեր կապ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բեռնափոխադրողների հետ, ապա վստահված բեռները հափշտակել եւ իրացրել տարբեր երկրներում։ Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք եւ կազմակերպությունները քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ Վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը Մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային գրասենյակային նշանակության տարածքը այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայում եւ դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաեւ հեռախոսազանգեր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջարկել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելել են նշված հասցե եւ գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ ԱՄՆ դոլարով։ Իրականացված միջոցառումների արդյունքում քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ փետրվարի 20-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ դատարանի որոշմամբ Մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով, հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է եւ փոխանցվել է քննչական մարմին հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանությունը բացահայտել է Մրգաշատ գյուղում տեղի ունեցած մի շարք բնակարանային գողություններ։ Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ եւս 2 հաղորդում ստացվեց նույն գյուղի 2 այլ բնակիչներից։ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։ Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումները քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Գողությունները կատարվել էին Մրգաշատ գյուղի տներից, 2 դեպքում էլ օգտվելով տանտերերի բացակայությունից մուտք էին գործել պատուհանից։ Առաջին տնից գողացել էին ոսկեղեն եւ 10,000 ԱՄՆ դոլար, երկրորդից 100,000 դրամ եւ 10 ոսկե զարդ։ Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ստացվեց եւս 2 հաղորդում նույն գյուղի 2 այլ բնակիչներից։ Ձեռագիրը նույնն էր, օգտվելով տանտերերի բացակայությունից բացել էին Եվրոպատուհանը եւ գողացել գումար ու ոսկեղեն։ Կասկածելիների շրջանակը նեղացավ եւ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտին։ Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին եւ վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդ եւ նրա համագյուղացի ընկերուհին։ Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։ 30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, կատարվում է նախաքննություն։ Իսկ այժմ առաջարկում եմ նախորդ շաբաթ բացահայտված քրեական դեպքերին ծանոթանալ մեկ տեսաշարով։
Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 4 հասցեներում, հայտնաբերվել է զենք զինամթերք եւ թմրանյութեր։ 4 անձ ձերբակալվել է, նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։ Մարտի 3-ին ժամը 12:37-ին ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը BMW-ի վարորդը դրիֆտ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու եւ Պարուսեվակի փողոցների խաչմերուկում։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Ամենքային ոստիկանության Քանաքերձայթունի բաժնի եւ պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆտը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքերձայթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ ուժածի Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համակարգացին։ 38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պայքարը Ապոյնի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։ Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 16-ին դատարանի որոշմամբ նույն բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ եւ թղթեպատետներ ընդհանուր 270 գրամ քաշով։ Բացի այդ հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ եւ նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։ Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը ժամը 15:45-ին Երևան-Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի եւ Աղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ 5 րոպե անց Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա եւ Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվեցին։ Առաջին մեքենայի վարորդի եւ երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված եւ սուբուտեքսի նմանվող կեսհաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25000 դրամով սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաեւ, որ նույն սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։ Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիկված մեքենաները, հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը եւս հայտնաբերվեց փայլատիթեղի փաթեթ կանեփանման զանգվածով։ Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Այրացիայի կամրջի վրա մի տղամարդ անցել է արգելապատնեշը եւ փորձում է ցած նետվել։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության, Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ համայնքային ոստիկանները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը։
Փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից մարտ ամսին մայրաքաղաքի մի շարք կրթական, առողջապահական եւ մասնավոր կազմակերպություններում անցկացվել են հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական եւ օբյեկտային ուսումնավարժանքներ։ Ուսումնավարժությունների շրջանակում խաղարկվել են հրդեհի սցենարներ, մարդկանց տարհանում անվտանգ տարածք, հրդեհաշիջում, մարտական բացազատում, պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերում։ Իրականացվել է նաեւ շնչառական ապարատներով հետախուզություն ծխապատ տարածքներում մնացած մարդկանց հայտնաբերելու, կրակի տարածման, պայթյունի եւ փլուզման վտանգը բացառելու համար։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են փրկարարական ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը եւ տարբեր օղակների միջև համագործակցության ամրապնդմանը, ապահովելով առավել բարձր մակարդակի անվտանգություն։ Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով կամ տարբեր պատրվակներով ձեզ առաջարկվում է բջջային հեռախոսում մուտք գործել այլ անձի iCloud հաշվով, ոչ մի դեպքում չվստահեք։ Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են հեռահար արգելափակել ձեր բջջային հեռախոսը, զրկել ձեզ սարքի հասանելիությունից, պահանջել գումար, սարքի ապա արգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն։ Այս շաբաթվա կիբերմարտահրավերի ընթացքում ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը անդրադարձել է հենց այս թեմային։ Հարգելի քաղաքացիներ, վերջի շրջանում սոցիալական տարբեր հարթակներում առցանց աշխատանքներ կատարելու կամ այլ պատրվակով ձեզանից կարող են պահանջել ձեր բջջային հեռախոսում կամ համակարգչում մուտքագրել իրենց կողմից տրամադրված iCloud համակարգի տվյալներ։ Եղեք ուշադիր եւ ոչ մի դեպքում չմուտքագրեք դրանք։ Այդ եղանակով զերծարները փորձում են արգելափակել բջջային հեռախոսները, դարձնել այն ոչ պիտանի օգտագործման համար, իսկ ապա բլոկավորելու դիմաց պահանջել զգալի գումարներ։ Եթե արդեն իսկ դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Շաբաթվա կարևորները այսքան էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։